Արևմուտքում, Եվրոմիությունում, ԱՄՆ-ում լսեցին, վերլուծեցին այս ամենը եւ որոշում կայացրեցին։ Լսում եք Ղարաբաղցիներ, որոշումը կայացրեցին, ինչպես ձեզ վաճառեն, ծախեն, հանձնեն, դավաճանեն։ Ում միջոցով։ Սերժիկի եւ Նիկոլի, որտեղ Եվրոմիությունից եւ առաջի հերթին այդ տարիներին ԱՄՆ-ն էր գործում։ Գլուխը ԱՄՆ-ն էր։ Առ այսօր էլ այսօր անորեն իշխանությունը զավթած Հայաստանի Հանրապետություն դա ԱՄՆ-ի դեսպանատունն է։ Այդ որ մի երկրում դες դեսպանատուն կա, որտեղ առնվազն 2000 աշխատակիցներ եւ այդ թիվը ԱՄՆ-ի դեսպանատան փոփոխում է եւ լրագրողները հարց չեն տալիս։ Դուք ինչ իրավունք ունեք։ Մեր երկրում դեսպանատան աշխատակիցները ունի նորմեր, չափեր, սահմաններ գոյություն ունեն, որը չպետք է գերազանցեն։ Լավ թող լինի 100 աշխատակից, բայց ոչ թե 2000-4000։ Եվ ոչ ոք այս հարցը չի բարձրացնել եւ չի պահանջել։ Վրընդել, դուրս մղել այդ սրիկաներին, այդ լրտեսներին, այդ Հայաստանի Հանրապետությունը քայքայողներին եւ կործանողներին։ Խոսքը գնում է պահանջի մասին։ Ոչ մի լրագրող, բացի ինձանից չի պահանջել դա, չի ներկայացրել նման պահանջ։ Եվ ոչ մի այլ մեկը, որը քաղաքական դաշտում է եւ առ այսօր քաղաքական դաշտում է։ Ոչ մի մարդակ, որովհետեւ բոլոր դրանք բացի ինձանից, դրանք մարդակներ են, կիսամարտակներ են։ Ես շարունակում եմ, ով հանձնեց Ղարաբաղցիներին եւ Ղարաբաղը։ Քանի որ սկսեցին ճնշումները հենց Սերժիկ տականքի վրա, ոչ թե Ալիևի վրա, Ալիևի վրա նրանք չէին կարող ճնշել։ Լսեցիք ինչ արեց Ալիևը ռուսների հետ։ Արա կզծրեց ասֆալտով կայքը հոլովակները կա։ Կզծրած ասֆալտով քաշեց եւ այլ ինչա թե ադրբեջանցիներին նույն կերպ էին վերաբերվել Մոսկվայում, Ռուսաստանում։ Այս ծլուղատ Սերժիկ, դժոխքի ապրանք Սերժիկը դու գիտեք չէ ինչ արեց։ Ռուս լակոտը գնդակարեց Գյումրիում ընտանիք, ասած արծակ ընտանիքը քուն Սերժիկ։ Առանձնապես մեծ ճնշում էլ չարեցին։ Եվ դա ամբողջը կար նորությունների մեջ Սերժիկի Յոթվերյան Սաշիկի անշարժ գույքը սառեցրեցին Սերժիկի որոշ գումարներ միանգամից իսկույն համաձայնվեց եւ եկան համաձայնության, բայց Սերժիկը ասեց. «Okay, հանձնենք Ղարաբաղը, okay, բայց մի տեսակ ամոթ է, մի տեսակ այն չէ, էլի, եկեք ուրիշի ձեռքով, okay, դա իրականացրեք»։ Ուրեմն դժոխքի ապրանք սատանա Սերժիկ, իշխանությունը իսկույն փոխանցում ես Նիկոլ Փաշինյանին, որը լիովին անազգամ է, անազգամ հասկանում եք ինչ, անպատիվության ծայրահեղ աստիճան, որը կկատարի ցանկացած մեր քմաճուկները։ Ինչն է դուք բոլորդ ականատես եք, կատարում է անկապ ծառերն ակ Երևան քաղաքի վերացնում։ ԱՄՆ-ի դեսպանատան հրանգով, որպեսզի չխանգարեն ամերիկյան արբանյակներին հսկել յուրաքանչյուր քառակուսի մետրը Երևան քաղաքում։ Բայց առանձին թեվա է հիմա չշեղվենք։